Մենք մոռանում ենք, որ Միացյալ Նահանգները քաղաքականը դեռ կանդրադառնամ, այն երկիրն է, որի գործունեության շնորհիվ եւ որի եւ իշխանության եւ ժողովրդի նվիրատությունների շնորհիվ 132,000 հայ որբ է փրկվել։ Եվ 10 տարի անընդմեջ այդքան որբ պահել են։ Դուք պատկերացնում եք, չէ՞, այսինքն գրեթե 100 տարվա մեջ այդ 132,000-ը առնվազն 700-ից 800,000 մարդ է։ Այստեղ եթե կան գյումրեցիներ, պիտի հիշեն, այո, Գյումրու այդ որբանոցները որ կային, եւ պատահական չէ, որ Գյումրին հայտնի էր Orphan City, որբաքաղաք։ Մենք մոռանում ենք, որ այո, Գյումրին որբերի քաղաք էր, իր 25,000 որբերով, որոնք դարձան միջուկը։ Եվ այդ որբերին խնամելու համար մեկը այս կտավն է, կամ պաստառը ավելի ճիշտ, որը գրքի կազմի հակառակ կողմում է պատկերված։ Սա 1918 թվականի Near East Relief-ի դրամահավաքին նվիրված պաստառներից մեկն է, որի հեղինակն է Դուգլաս Վոլքը, եւ նպատակ էր, ներքևում գրած է, եթե ուշանակ, այսինքն այսօրվա համար պիտի հասկանալ դա 20-30-ով պետքա բազմապատկել։ Եվ սա, ասենք, պաշտոնական հաշվարկներ են, օրինակ 91 թվին արդեն 20 թվի հետ համեմատած, ասենք, ամերիկյան Նյու Յորքի դատարանը, New York Life Insurance դատի ժամանակ ասեց $1 17-ով պիտի 91-ին բազմապատկվեր։ Հիմա առնվազն այդ 17-ը հաստատ առել է 25-30 այս բանը։ Բայց գիտեք հետաքրքիր է որն է, որ այս 30 միլիոնը, որը նպատակն էր, շատ ավելիով հավաքվեց, գրեթե $100 միլիոն, այսինքն այսօրվա գումարով գրեթե $2 միլիարդ հավաքվեց, որը հնարավորություն տվեց մինչև 1932 թիվը անգամ սովետական Հայաստանում պահել որբանոցներ, կամ Յասնիկյանի նամակը դրան նվիրված։ Հիմա իմ նպատակը որն էր, իմ նպատակն էր այն փաստերը, որին ես տարիների ընթացքում եւ այն փաստաթղթերը, որին ես տարիների ընթացքում ծանոթացել էի, մասամբ իմի բերել եւ ներկայացնել մի շարք նպատակներով։ Առաջինը զուտ իմացության առումով շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պարտավոր է իմանալ իր պատմությունը։ Եվ իսկական Հայաստանը նաև այդ պատմության վրա է խարսխվում։ Չի կարող պատահի առանց արմատների լինի ազգ պետություն։ Մյուսը երախտագիտության պահն էր, որտեղ ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հիշել այն մարդկանց, իսկ նրանք հազարներ են եղել, որոնք եկել են, որբեր են խնամել, չեմ ասում այդ դրամահավաքին մասնակցածները, որոնք միլիոնավոր մարդիկ են եղել, միլիոնավոր մարդիկ առանց չափազանցության։ Տարիներ առաջ ես այստեղ հանդիպեցի մի ամերիկացի դիվանագետի, դեսպանատան աշխատողներից էր, Ամերիկայի այդ խորքային, այսպես ասած, գյուղաքաղաքներից, ասում եմ, որ ես նշանակում ստացա, գնացի մորս ասեցի, դե պիտի գնամ, ասեց ուր ես գնում, ասեցի դե չես իմանա, ասեց ուր ես գնում, ասի Հայաստան, ասեց ոնց չեմ իմանա։ Բա մենք որ դպրոցական էինք, մենք բան ունեինք, այնտեղ golden breakfast rule էր կոչվում, որ այդ օրվա նախաճաշից հրաժարվում էին եւ այդ գումարը եւ ուտելիքը փոխանցում էին հայ որբերին։ Ասեց ես զարմացա, որ որևէ հայ չկա այդ քաղաքում, բան որևէ շփում չկա, այդ մարդիկ արել են։ Եվ նաև ի երախտագիտության նրանց այս ամբողջը պիտի հիշվի եւ արձանագրվի։ Իհարկե իմ արածը մի փոքր մասն է,